Առաջինն է եթերում, դուք դիտում եք օրվա գլխավոր թողարկումը։ Բարի երեկո, այսօր ծրագրում։ Բարձր մակարդակի բարեկամություն, Հայաստանում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և Սերժ Սարգսյանն այսօր քննարկել են Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ավելացման հնարավորությունները։ Ֆրանսիան վերստին ապացուցեց իր նվիրվածությունը համամարտկային արժեքներին։ Նախագահ Սարկոզին ուղղված նամակում Հայաստանի նախագահը երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի ազգային ժողովում ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրինագծի ընդունման կապակցությամբ։ Նիկոլա Սարկոզին պատասխանել է Թուրքիայի կառավարիչների սպառնալից ելույթներին։ Ֆրանսիան մտադիր չէ որևէ մեկից դաս ստանալ։ Հաջողություններ անկախ ֆինանսական դժվարություններից եւ անհաջողություններ չնայած ձեռքբերումներին։ Կրթության եւ գիտության նախարարն այսօր ամփոփել է ավարտվող տարին։ Գյուղատնտեսության 14%-անոց աճը լավ նախադրյալներ է ստեղծում հաջորդ տարվա զարգացման ծրագրի համար։ Գյուղատնտեսական տարին ամփոփում է ոլորտի գլխավոր պատասխանատուն։ Եվ այսպես պաշտոնական այցով Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Դիմավորման պաշտոնական արարողությանը հետևել է Սերժ Սարգսյանի և Մահմուդ Ահմադինեժադի առանձնազրույցը, ինչից հետո տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների մասնակցության բանակցություններ։ Հաղորդվում է, որ երկու երկրների նախագահների միջև բանակցություններն ընթացել են բարեկամական և փոխըմբռնման մթնոլորտում։ Նախագահներ Սարգսյանը և Ահմադինեժադը քննարկել են հարաբերությունների ներկա վիճակն ու համագործակցության հեռանկարները։ Նախագահները ընդունել են համատեղ հայտարարություն։ Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա։ Յուրաքանչյուր այց վերահաստատում է երկու պետությունների վճռականությունն առավել զարգացնելու երկկողմ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները։ Զվարթնոց օդանավակայանում առավոտյան Իրանի նախագահային դիմավորեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ավելի ուշ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ դիմավորման պաշտոնական արարողությունը։ Առանձնազրույց, այնուհետև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումներ։ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի անկախացումից հետո անցած 20 տարիների ընթացքում հայ-իրանական բարեկամության նոր շրջան է սկիզբ առել, և որ այդ ընթացքում հաջողությամբ իրականացվել են մի շարք կարևոր նախագծեր, նախանշվել նոր ծրագրեր։ Շատ լավ է, որ մեր առևտրաշրջանառությունը աճում է եւ պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա է, բայց ընդհանուր ֆիզիկական ծավալները բավարար չեն։ Պարոն նախագահն ճիշտ ասում, $300 միլիոն երկու բարեկամ, հարևան, իրար կողքի ապրող ժողովուրդների եւ պետությունների համար շատ փոքր ծավալ է։ Բայց շատ կարեւոր է, որ մենք տեսնում ենք ներուժ։ Մենք տեսնում ենք մեծ ռեզերվներ։ Եվ ինչպես պարոն Ահմադինեժադը ասեց, մենք կարող ենք կարճ ժամանակահատվածում կրկնապատկել, եռապատկել այդ թվերը։ Մանավանդ, ինչպես ասեցի, մենք շատ ջերմ կառուցողական մթնոլորտում մի քանի հարցերի շուրջ համաձայնության եկանք, եւ եթե արագացնենք էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը, մենք որոշակի ակտիվություն կարողանանք հաղորդել նավթամթերքի մեր շուկային, ապա իրոք մենք կարող ենք եւ ծավալներ մեծացնել, ընդհանրապես կարող ենք աշխուժություն բերել։ Բանակցությունները շարունակվել են կառուցողական մթնոլորտում։ Իրանի առաջնորդն ընդգծել է, որ պատմության ընթացքում ստեղծված ու պահպանված, իսկ Հայաստանի անկախացումից հետո ընդլայնված հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները շատ մեծ ու կարևոր գործոն են, եւ այսօր ոչ մի բացասական կամ արգելակող հանգամանք գոյություն չունի հարաբերությունների զարգացման համար։ Չկա աշխարհում որևէ մեկը, որ կարողանա փոփոխել Հայաստանի եւ Իրանի միջև քարտեզը։ Մենք հարևան ու բարեկամ ենք եւ պետք է միմյանց հետ կողք կողքի ապրենք ու մեր գործը առաջ տանենք։ Մենք հարաբերությունների զարգացման համար սահմանափակումներ չունենք։ Տարբեր նախագծերի հետ կապված շատ արդյունավետ քննարկումներ, բանակցություններ ունեցանք Արաքսի հեկի էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի կապակցությամբ, ինչպես նաև ուսումնասիրեցինք, թե ինչ կարելի է անել առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, անդրադարձանք նաև տարածաշրջանային մի քանի այլ խնդիրների։ Բարեբախտաբար մեր տեսակետները տարածաշրջանի խնդիրների հետ կապված շատ մոտ են եւ նման։ Բանակցությունների ավարտին կողմերը ստորագրեցին մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր։
Երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված փոխհամբռնման հուշագրով Իրանը օժանդակություն կտրամադրի Հայաստանի զարգացման ծրագրերին։ Համագործակցության հուշագրեր ստորագրվեցին նաև աշխատանքի և սոցիալական հարցերի, բնապահպանության, ստանդարտացման բնագավառներում։ Փոխհամբռնման հուշագիր նաև հայ-իրանական գործակցության առանցքային համարվող էներգետիկ ոլորտում։ Կառուցում, տնօրինում, շահագործում, փոխանցում հիմունքներով Մեղրի հեքի կառուցման համար թուրքվության պայմանագրի վերաբերյալ կողմերը ստորագրեցին փոխհամբռնման հուշագիր։ Էներգետիկայի բնագավառում ընդլայնվող գործակցությունը գոհացնում է երկու երկրների ղեկավարներին։ Ողջունելով էլեկտրահաղորդման 3-րդ գծի ծրագրի իրագործման սկիզբը, նրանք ընդգծեցին այն հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը։ Նախագահները կարևորել են նաև Արաքսգետի վրա հեկերի, ինչպես նաև երկու պետությունների երկաթուղային ցանցերը միացնող երկաթգծի և Հայաստան-Իրան նավթատարի կառուցման ռազմավարական ծրագրի իրագործումը։ Համապատասխան նախարարություններին հանձնարարություն տրվեց առաջիկա 6 ամիսների ընթացքում գործադրել բոլոր ջանքերը նշված ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու համար։ Հայաստանի և Իրանի առաջնորդներն անհրաժեշտ են համարել նաև տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումն ու ամրապնդումը։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը, երկու պետությունների նախագահներն ընդգծել են խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա հիմնվելով այն հանգուցալուծելու անհրաժեշտությունը։ Համատեղ հայտարարությամբ Հայաստանի և Իրանի նախագահները կարևորել են երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի ընդունած որոշումներին, ինչպես նաև երկու պետությունների միջև ստորագրված այլ փաստաթղթերին հետամուտ լինելու անհրաժեշտությունը։ Լուսինե Մկրտչյան, Արման Ղարիբյան, Առաջին լրատվական։ Նախագահ Սարգսյանն այսօր նամակ է եղել Նիկոլաս Սարկոզիին Ֆրանսիայի ազգային ժողովում ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրինագծի ընդունման կապակցությամբ։ Հայաստանի նախագահը երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահին, ընդգծելով, որ Ֆրանսիան վերստին ապացուցեց իր նվիրատվությունը համամարտկային արժեքներին։ Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետություն կատարած ձեր պատմական այցից և Երևանում ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, ինչպես նաև Ֆրանսիայի հրապարակում արտասանած ձեր վճռական խոսքերից ընդամենը 2.5 ամիս անց Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրինագծի ընդունումը լավագույն վկայությունն է ձեր անձնական հանձնառության, հայ-ֆրանսիական ամուր բարեկամությանը, ձեր հավատարմության, մեր տարածաշրջանում բաժանարար գծերի վերացմանն ու ժողովուրդների հաշտեցմանը, ձեր նվիրվածության, ասված է նախագահ Սարգսյանի նամակում։ Իդեպ Նիկոլաս Սարկոզին արձագանքել է Թուրքիայի վարչապետի պատժամիջոցների մասին սպառնալիքներին, հայտարարելով, որ Ֆրանսիան մտադիր չէ ուրիշներից դասեր ստանալ։ Եվ Հայաստանում, և Հայաստանից դուրս շարունակվում են քննարկումները 3 Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած հայոց ցեղասպանության հերկումը քրեականացնող օրինագծի շուրջ։ Արդեն կարելի է նկատել, որ արձագանքը բավականին բուռն է և սպասվածից ավելի։ Ընդ որում գնահատականները հնչում են նաև առաջին դեմքերի մակարդակով։ Արթուր Գրիգորյանն է ուսումնասիրել թեմայի շուրջ օրվա լրահոսը։ Թվում է թուրքական դիվանագիտության մասին լեգենդները խիստ չափազանցված են։ Խորամանկ, հանդուգն, ասիական և մի ժամանակ իրոք այդպիսին թուրքերը այժմ դեպքերին արձագանքում են մանկապարտեզի օրենսգրքով։ Դու նեղացրիր ինձ, ես էլ քո մասին կպատմեմ, որ ցեղասպանություն ես արել։ Ֆրանս-ալժիրյան վաղուց կարգավորված խնդիրներին հարություն տալու անատոմիական փորձն է դարձել թուրք վերնախավի դիվանագիտական մտքի թռիչքը։ Ավելի ցածր մակարդակում գործը հասել է զավեշտի։ Facebook-ի հայկական հարցեր էջում մի թուրք փորձել է բարձր պահել իր երկրի պատիվը եւ այդ փորձը շարադրել հայերենով։ Անտեղյակ օգտատերը սակայն օգտվել է Google-ի թարգմանական ծառայությունից եւ նրա միտքը թարգմանվել է որպես «կեցցե հնդկահավը»։ Խոսեք, բայց չափներդ մի անցեք, մոտավորապես այսպես է Ֆրանսիան արձագանքում թուրքերի հիստերիային։ Արտգործնախարարից հետո անձամբ արտահայտվել է նաև նախագահ Նիկոլաս Սարկոզին։ Ես հարգում եմ մեր թուրք բարեկամների տեսակետը, դա մեծ երկիր է, մեծ քաղաքակրթություն, սակայն նրանք էլ պետք է հարգեն մեր տեսակետը։ Ֆրանսիան ոչ ոքի դաս չի տալիս, բայց Ֆրանսիան մտադիր չէ ուրիշներից դաս ստանալ։ Պաշտոնական արձագանք Միացյալ Նահանգներից։ Պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները ավանդական ճեպազրույցում նախ ճշտել է, խոսքը ցեղասպանության օրինագծի մասին է, ապա պատասխանել. Մենք վաղուց ենք հայտնել դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Կարելի է հասկանալ, որ պարոն Թոները ևս Ֆրանսիայում ցեղասպանության ժխտման քրեականացումը նպաստավոր է համարում հայ-թուրքական կարգավորման համար։ Իսկ բուն Թուրքիայում հիստերիային զուգահեռ արդեն նկատվում են սթափվելու առաջին նշանները։ Մի կողմից մամուլը տեղեկացնում է, որ մի քանի խուլիգան փորձել են ֆրանսիական մեքենա կրակի տալ, եւ մյուս կողմից պաշտոնատարները հայտարարել են, թե Թուրքիան պատրաստ է Նաբուկոյի իրականացմանը, մնում է Եվրոպան փողը տա։ Անկարայում երևի թե լավ են հասկանում, որ եվրոպական գանձերանից առանց Ֆրանսիայի այոյի դժվար թե գումար դուրս գա։ Այնպես որ իր բարձր ճառերով Էրդողանը պահպանեց իր վարկը շարքային թուրքերի առաջ, կանցնի որոշ ժամանակ ու ամեն ինչ կվերադառնա իր շրջանս յուր։ Արթուր Գրիգորյան, Առաջին լրատվական։ Ինչպես նշեցի, օրինագծի շուրջ քննարկումներ ծավալվում են նաև Հայաստանում։
Այսօր լրագրողների հետ է հանդիպել ՀՅԴ բյուրոյի Հայդատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն։ Կիրո Մանոյանի համար ամենաուշագրավն այն է, որ չնայած Թուրքիայի անօգուտ ճնշումներին, օրինագծի ընդունումը դարձավ պատասխան քայլը Թուրքիայի ժխտողական քաղաքականության, որը Թուրքիան կիրառում է ոչ միայն սեփական երկրում, այլև փորձում է կիրառել այլ երկրներում։ Այն ամենը, ինչ կարող էր Թուրքիան անել իրեն վարկաբեկելու համար, արեց, ասել է Մանոյանը։ Նա նաև նշել է, որ մենք այսօր կանգնած ենք ամենակարևոր հանգրվանի առջև, օրինագիծը նաև պետք է հաստատվի Սենատում եւ այն ամենայն հավանականությամբ կհաստատվի։ Ես կարծում եմ մինչև Սենատում հարցը քվեարկվի, կմնա այս լարվածությունը, Սենատում քվեարկելուց հետո էլ մի քիչ կարող է ավելի դենց սրվի, բայց վերջը կմոռանան, ինչպես որ եղել է անցյալ։ Սպառնում են, վերջը բարձ է, որ պիտի նորմալանա, այսինքն հիմա որոշել եմ, որ ռազմական համատեղ փորձեր չեն անելու, լավ, 1-2 ամիս կարող է չանեն, բայց արդեն սկսեց Վաշինգտոնից մտահոգություն, որ մի քիչ խելոքացեք է, երկուստ էլ կարևոր ՆԱՏՕ-ի դաշնակիցներ եք։ Իդեպ Կիրո Մանոյանին եւ վերլուծաբան Շուշան Խաթլամաջյանին այսօր ես սպասում եմ նաեւ հարցազրույցի տաղավարում, ժամը 23:25-ին։ Օրինագծին անդրադարձել է նաև Եվրոպական ինտեգրացիա կազմակերպության նախագահը։ Կարեն Բեկարյանի գնահատմամբ անկախ այն բանից, թե ինչ շարժառիթներ կային այդ որոշման հիմքում, միևնույն է, Ֆրանսիան կատարել է հերթական քայլը, որը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր հանգրվան է։ Միջազգային լրացում դարձյալ խոսում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին եւ այն հասանելի է նաև Թուրքիայի հանրությանը։ Կարեն Բեկարյանը անհետեթ է համարում Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը խոսքի ազատության սահմանափակման տեսանկյունից դիտարկելը, որովհետև նույն հաջողությամբ պետք է այլ օրենսդրություններից հանվեն ֆաշիզմի, ռասիզմի, խտրականության, լիճկրոնական եւ միջեթնիկ բախումների վերաբերյալ բոլոր արգելքները։ Խոսքը ցեղասպանության մասին է եւ դրա ուրացումը նույն արժեք հանցանք է, ինչ ռասիզմի հրահարումը կամ ֆաշիստական քարոզչությունը։ Թուրքական քաղաքական մշակույթ կոչվածը նորմալ բանավեճի, նորմալ գործընթացում, նորմալ հիմնավորված տեսակետի ներկայացման ինստիտուտն ու այդ մշակույթը չի ստեղծել։ Այսինքն սովորույթը մնում է նույն սովորույթը ուժի, շանտաժի, հիստերիայի տեսանկյունից։ Ինչպես վարվել են սեփական երկրում ազգային փոքրամասնությունների հետ, ինչպես վարվել են ժամանակին մեզ հետ, հիմա վարվում են քրդերի հետ։ Իրենց մոտ կա տպավորություն, որ նույնիսկ կարելի է վարվել ամբողջ աշխարհի հետ։ Այսինքն այս ամբողջ աղմուկն ու հիստերիան ցույց է տալիս թուրքական քաղաքական մշակույթի այսօրվա վիճակը, որը անկախ տնտեսական ցուցանիշներից, անկախ ինչ-որ ֆորմալ խնդիրներից, օրինակ Եվրոպական միության անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, հա, բայց միևնույն է այդ մշակույթը չի փոխվում։ Ուշագրավ է, որ Ֆրանսիայի հասցեին սպառնալիքների ու պատժամիջոցների երեկվա հեղեղից հետո վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ Ֆրանսիայում այլևս մտքի ազատություն չկա։ Հետաքրքիր է, որ այս միտքը հնչեցնող վարչապետի երկրում այս օրերին մի խումբ լրագրողներ են ձերբակալվել։ Այս պահին Թուրքիայում կալանավոր լրագրողների թիվն անցնում է 6 տասնյակից։ Ձերբակալվածների թվում են նաև միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Ֆրանս Պրեսի լուսանկարիչը, մեծ թվով քուրդ լրագրողներ։ Ավելին, թուրքական ոստիկանությունը խուզարկություններ է կատարել մի շարք լրատվամիջոցների խմբագրություններում։ Որն է խոսքի ազատության ու արտահայտվելու իրավունքի սահմանափակման կարմիր գիծը, որ կարծիքն իրավունք ունի գոյություն ունենալ, որը դատապարտվել։ Միջազգային հարաբերությունների պրակտիկայում բնական իրավունքի ու քաղաքական շահարկման մակընթացության սահմանն իրականում դժվար է գծել, բայց Թուրքիայի վարչապետն ունի հարցի սեփական բանաձևը։ Ֆրանսիայի ազգային ժողովի որոշումն ավելի շատ անարդար է Ֆրանսիայի հանդեպ, քան Թուրքիայի։ Ֆրանսիայում այլևս մտքի ազատություն չկա։ Հակաժխտողական համաեվրոպական մարաթոնի մեկնարկը տված Ֆրանսիայում լավ գիտեն խոսքի ազատության գինը։ Համենայն դեպս տասնյակ անգամ ավելի լավ, քան Թուրքիայում։ Հենց այն տարիներից, երբ Օսմանյան կայսրության համար ազատության ու արդարության մասին Ռուսոյի, Մոնտեսկիոյի եւ Վոլտերի գաղափարներն անհասանելի էին։ Այդ արժեքները այսօր նույնպես խորթ են թուրք կառավարիչների համար։ Եթե եվրոպացիներն իրենց արժեքներին տեր չեն կանգնում, Թուրքիան տեր կկանգնի դրանց։ Ֆրանսիայում Սենատը, մտավորականները եւ քաղաքական գործիչները քննության առաջ են։ Ֆրանսիան է, որ տեր չի կանգնում իր արժեքներին, կամ որն է խոսքի ազատության թուրքական թյուրըմբռնման սկզբնակետը։ Ցեղասպանությունների մերժողականությունը քրեականացնող օրինագծի ընդունմամբ պաշտոնական Փարիզը նոր ճանապարհ հարթեց ամբողջ Եվրոպայում հակառասիստական պայքարի նոր ճակատի համար։ Ֆրանսիայում ազգային ժողովն իրավամբ ժողովրդավարության սյունն է։
հասարակության ձայնը մարմնավորողը։ Այնտեղ յուրաքանչյուր կարծիք իրավունք ունի գոյություն ունենալ։ Թուրքական մեջլիսում հայկական հարցի վերաբերյալ միակ քրդական կուսակցության ցանկացած ներկայացուցչի ելույթից հետո ծեծուջարդ է սկսվում ազգայնականների նախաձեռնությամբ։ Մարդու իրավունքների իրացումը գերագույն արժեք հռչակած առաջադեմ միջազգային հանրությունը վաղուց է հասկացել, որ խոսքի ազատությունը չի կարող ծառայել ժխտողականության քարոզին։ Ոչրի ժխտումը ակադեմիական քննարկման առարկա չի կարող դառնալ, ինչպես վերջին 100-ամյակում փորձում են Թուրքիայում հավաստիացնել հասարակությանը։ Այդ ինչու է Թուրքիայում կարելի ազգայնականներին խոսել ժխտողականության մասին, բայց քրեական պատասխանատվության ենթարկել ու հալածել հայոց ցեղասպանության մասին խոսողներին։ Պարզվում է, երբ նպատակահարմար է, պատմության որոշ դրվագներ թուրքերը սերտում են։ Պարոն Սարկոզի, Թուրքիայի պատմության մեջ ցեղասպանություն չեք գտնի։ Ցեղասպանությունը Ալժիրում էր, երբ 1945 թվականին Ֆրանսիան այդ երկրի բնակչության 15%-ին սպանդի ենթարկեց։ Պարոն Սարկոզի, ձեր հորը Փոլ Սարկոզիին հարցրեք, որ 40 թվականին ծառայում էր Ալժիրում ֆրանսիական լեգեոնում։ Եվ սա ասում է այն պաշտոնյան, որն ընդամենը մեկ ամիս առաջ էր խոսում Դերսիմի կոտորածների մասին, հենց այն ջարդերի, որոնք իրականացրել են իր քաղաքական ու գաղափարական հակառակորդները, քեմալականները, անցած դարի 30-ականների վերջերին։ Հակաֆրանսիական այս համատարած հիստերիայի ֆոնին արժե հիշել ցեղասպանությունների հարցում Թուրքիայի համար մեկ գործչի պահվածքը։ Ընդամենը 2 տարի առաջ Էրդողանը վայնասուն էր բարձրացրել ամբողջ աշխարհում, որ Չինաստանում իր ցեղակից ույգուրները ցեղասպանության զոհ են դառնում, երբ ընդամենը բախումներ էին եղել իրավապահների հետ եւ 2 ստեկ զոհեր կային։ Դրանից հետո նա այցելում է Դարֆուր եւ ասում, որ այնտեղ ցեղասպանություն չկա։ Իսկ Գազայում իսրայելական բանակի գործողությունները ցեղասպանություն են։ Որն է ցեղասպանության ձեր սահմանումը, պարոն Էրդողան։ 1.5 միլիոն հայերի սպանդը, հայրենազրկումն ու տարագրությունը ցեղասպանություն չէ։ Anadolu topraklarından göçmüş her birey bizim diasporamızdır. Աշխարհում որտեղ որ թեկուզ մեկ հայ կա, մեր դեսպանները կգնան, նրանց հետ առանձին կխոսեն մեր համատեղ պատմության շուրջ։ Այդ դեպքում ինչու է ձեր արտգործնախարարը հայտարարում, որ Անատոլիայից հեռացած ցանկացած անձ թուրքական սփյուռք է։ Իսկ ինչ էր եղել Անատոլիայում, ավելի ճիշտ Անատոլիայից էլ արևելք, արևմտյան Հայաստանում։ Ֆրանսիայի նախագահն այս հարցում ունի սպառիչ պատասխան։ Նիկոլա Սարկոզին Թուրքիայի քաղաքական էլիտային հստակորեն ասաց. «Դուք մեզ մի սովորեցրեք ինչ անել»։ Աբրահամ Գասպարյան, Առաջին լրատվական։ Շարունակելով թեման տեղափոխվում ենք Միացյալ Նահանգների մայրաքաղաք, որտեղից կապի մեջ է մեր մշտական թղթակից Հայկ Արամ Նահապետյանը։ Բարի երեկո, Հայկ Արամ։ Հետաքրքիր է, ինչպես են արձագանքել ամերիկյան աշխարհամասում Ֆրանսիայի ազգային ժողովի որոշմանը։ Նվեր, ամերիկյան USA Today թերթը գրում է, թե հաստատված փաստաթուղթը սրտից խոցել է թուրքերին։ Պատմաբանները համակարծիք են, որ կատարվածը ցեղասպանություն էր, բայց մի շարք կառավարություններ, այդ թվում նաև Միացյալ Նահանգները, Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման հեռանկարից ելնելով առավել կրավորական են արտահայտվում, փոխանցում է աղբյուրը։ Թեմային անդրադարձել է նաև Detroit Free Press հանդեսը։ Պատահական չէ, Դեթրոյթում Միացյալ Նահանգների հայաշատ եւ ամենակազմակերպված համայնքներից մեկն է ապրում։ Հայտարարություններով հանդես են եկել Միացյալ Նահանգների եւ Կանադայի հայդատի գրասենյակները։ Ամերիկահայ կառույցը գտնում է, որ այստեղ կապիտոլիումի բարձրունքի օրենսդիրները պետք է հետևեն Փարիզի օրինակին, իսկ Կանադայի հայդատի կառույցի ատենապետ Ժիրայր Բասմաջյանը ողջունելով Փարիզում նախորդին ընդունված որոշումը կարևորել է, որ ֆրանսիացի օրենսդիրները չընկրկեցին թուրքական շանտաժի ու սպառնալիքների առջև։ Թուրքիայի գործողությունները համատեղելի չեն դիվանագիտության ժամանակակից նորմերի հետ, հայտարարել է կանադահայ գործիչը։ Միացյալ Նահանգներում հեռարձակվող ֆրանսիական անգլախոս հեռուստաալիքը վերջին օրերին պարբերաբար անդրադառնում է թեմային։ Նախորդին լուսաբանելով ընդունված որոշումը, ֆրանսիական լրատվամիջոցը նաև հեռարձակել է հարցազրույց Փարիզի թուրք ցուցարարներից մեկի հետ, որն առաջարկում էր նախ ուսումնասիրել 1915 թվականի դեպքերին առնչվող արխիվները։ Ուշագրավ է, որ ֆրանսիացի լրագրողը կցել է իր սեփական մեկնաբանությունը թուրք երիտասարդի ասածին, մասնավորապես նշելով, մեջբերում եմ, պատմաբաններն արդեն երկար ժամանակ ուսումնասիրել են արխիվներն ու վկայությունները, գրեթե բոլորը եկել են եզրահանգման, որ 1915 թվականի սպանությունները կազմակերպված էին Օսմանյան կայսրության կառավարության կողմից, նշել է Ֆրանսիայի միջազգային հեռուստատեսությունը։ Նվեր։ Հայկ Արամ, մի հարցել արդեն որպես թուրքագետի, անշուշտ հետևում ես թուրքական լրահոսին։ Բացի հակաֆրանսիական աղմուկից, ուրիշ ինչ միտումներ են նկատելի թուրքական մամուլում։
Ասեմ, որ նախորդ քվեարկության անդրադարձել են թուրքական անխտիր բոլոր թերթերն, ընդ որում առաջին էջին։ Թուրքիայի մամուլը գրում է, թե թուրք-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խումբ այլևս գոյություն չունի, քանի որ բոլոր անդամները հրաժարական են տվել։ Մի քանի մեջլիսականներ էլ հայտարարել են, թե օրենքի վերջնական հաստատման դեպքում կմեկնեն Ֆրանսիա խախտելու այն, այնպես որ հնարավոր է, որ արդեն ուրվագծվում է, թե հատկապես ում հանդեպ առաջինը կգործի նոր օրենքը։ Թուրքիայի մամուլը ծանոթում է նաև մի զավեշտալի դեպքի մասին։ Գերմանիայի Բրեմենի տարածաշրջանի թուրք բնակիչներից մեկը նախորդին կոտրել է իր ֆրանսիական արտադրության մեքենան։ Նա կոչի անում թուրքերին հետևել իր օրինակին, թեև հարց է տուժողն այս դեպքում ֆրանսիական կողմն է, թե մեքենայի թուրք սեփականատերը։ Նվեր։ Շնորհակալություն, Վաշինգտոնից կապի մեջ էր Հայկ Արամ Նահապետյանը։ Երևանում տարին է ամփոփել Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահ գլխավոր շտաբի պետը։ Խոսելով սահմանային խնդիրներից գեներալ լեյտենանտ Վլասովն ասել է, որ սահմանի անվտանգությունն ապահովելու, մաքսանենգության դեպքերը կանխելու իրենց աշխատանքները բարեհաջող են իրականացվել։ Գեներալ լեյտենանտը նկատել է, որ դա ոչ միայն սահմանապահների ձեռքբերումն է, այլև սահմանամերձ տարածքի բնակիչներին է։ Սահմանապահ գործունեության էֆեկտիվությունը բարձրացնելու ուղղությամբ նախորդ տարիներին ձեռնարկած միջոցառումները հնարավորություն են տվել կրճատել սահմանային խախտումները։ Այսօր ես վստահաբար կարող եմ ասել, որ հայաստանյան իշխանությունների հետ անցկացրած մեծ աշխատանքը թույլ տվեց մեզ սահմանապահ գործունեությունը հասցնել ցանկալի մակարդակի։ Կասեցվել են սահմանի ապօրինի հատումները, մաքսանենգ ապրանքի ներկրում, արտահանումը։ Նյութատեխնիկական բազայի թարմնացումն էլ մեզ հնարավորություն տվեց առավել որակյալ դարձնել մեր աշխատանքը։ Պաշտոնական մի հաղորդագրություն։ Նախագահ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Բաբայանին Հայաստանի վարչական վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին, դադարեցնելով նրա վարչական դատարանի դատավորի լիազորությունները։ Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով գնդապետ Արամ Տեր-Սահակյանն ազատվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից։ Նրան կփոխարինի գնդապետ Արմեն Սահակյանը 5 տարի պայմանագրային ժամկետով։ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն ունի նոր կայք։ Կայքեչը եռալեզու է, այն ընթերցողին հասանելի կլինի հայերենով, ռուսերենով եւ անգլերենով։ Կայքի շնորհանդեսին մասնակցել է համալսարանի խորհրդի նախագահ Վարչապետ Սարգսյանը։ Կառավարման խորհրդի նիստում հաստատվել է համալսարանի հաջորդ տարվա բյուջեի նախահաշիվը, ներկայացվել են մինչև 2015 թվականի կրթօջախի ռազմավարությունը։ Համալսարանի ռազմավարական ծրագիրը իրենից ներկայացնում է մի այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կձեռի ինովացիաների միջոցով զարգացնել համալսարանը եւ հասցնել միջազգային ստանդարտներին համապատասխանող համալսարանի։ Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսներ հրավիրել կրթության եւ գիտության նախարարը։ 2011-ը Արմեն Աշոտյանը գնահատել է որպես հին խնդիրների եւ լուրջ ձեռքբերումների տարի։ Համակարգային բարեփոխումներ իրականացվել են թե հանրակրթության, թե բարձրագույն ու մասնագիտական կրթության ոլորտներում։ Արմեն Աշոտյանը գտնում է, որ չնայած կրթության բովանդակության մասով գրանցված հաջողություններին, հիմնարար մի շարք հարցեր դեռևս լուծման կարիք ունեն։ Արմեն Աշոտյանն առավոտկանուխ է վերադարձել Ֆրանսիայից Փարիզ էր մեկնել ոչ թե ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման առիթով, այլ հայ-ֆրանսիական կրթական գործակցությունը խորացնելու նպատակով։ Սիրիայի դեսպան Մամուն Հարիրի, շնորհակալ եմ։ Յուրի Վարդանյան, շատ շնորհակալ եմ։ Կրթության նախարարի փոստը լի է ամանորյա ջերմ մաղթանքներով, բոլորն ընթերցել չի հասցնի տարեվերջյան գլխավոր հանդիպումն է լրագրողների հետ։ Նոր տարվա ծրագրերի վերաբերյալ փակագծերն Աշոտյանն առայժմ չի բացի։ 2011-ն ակտիվ աշխատանքի, նոր ձեռքբերումների, հին խնդիրների տարի էր։ Շարունակելու ենք աշխատել շախմատի ֆեդերացիայի եւ շախմատի ակադեմիայի հետ, որպեսզի մեր նախագծած ծրագիրը եռամյա շախմատի եռամյա դասընթացը երկրորդից 4-րդ դասարաններում իրականում դառնա Հայաստանի կրթական համակարգի բրենդը։ Նորամուծությունների թոփ տասնյակում նաև 12-ամյա կրթակարգն է, շարունակվեցին դպրոցաշինության ծրագրերը, ավելացան նախակրթարանները։ Բացվեց նաև առաջին միջազգային դպրոցը։ Գիտեք, որ Քվանտ վարժարանը ստացել է միջազգային բակալավրիատի միության սերտիֆիկատը եւ համարվում է Հարավային Կովկասում 5-րդ, իսկ Հայաստանում առաջին միջազգային դպրոցը։ Աշխարհի առաջատար բուհերի հետ կրթական գերատեսչությունն ընդլայնեց համագործակցությունը։ Հայաստանն առաջին անգամ ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության հանձնաժողովի անդամ, հայտ ներկայացնելով նաև 2015-ին հյուրընկալել Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը։ Եթե մեր հայտը բավարարվի եւ մեզ ընտրեն, Երևանը կարող է դառնալ 2012-15 թվականների բարձրագույն կրթության եվրոպական մայրաքաղաք։ 2011-ին տեղեկատվական տեխնոլոգիաները ներխուժեցին կրթական հաստատություններ, դպրոցները վերազինվեցին համակարգիչներով, կտրուկ տեղաշարժեր եղան բարձրագույն որակավորման հանձնաժողովում։ Տեխնացուական ատենախոսությունների պաշտպանությունների թիվը
նվազել է։ Ասպիրանտուրա ընդունվելիս այսուհետև պարտադիր կլինի հանձնել ինտերնետով անգլերենի իմացությունը հաստատող քննությունը։ Տարվա ձախողումն Աշոտյանը համարում է չլուծված խնդիրները, պատահում է ուսուցիչն աշակերտի, աշակերտը տնօրենի, տնօրենն էլ բոլորի իրավունքներն է ոտնահարում։ Կրթությունից կոռուպցիան արմատախիլ անելու համար պետք է համատեղ աշխատել։ Պետք է շարունակենք մեծ պրեսի ճնշման տակ պահել համակարգը, որպեսզի համակարգում այն բոլոր աճի կետերը, որ ես նկարագրեցի, տան իրենց համակարգային էֆեկտը եւ անդարձելի լինեն այլևս։ Լրագրողներն, ովքեր ամբողջ տարին ախտորոշել բուժել են խնդիրները, համակարգի պատասխանատու նամանորին նախանձնական հաջողություն մաղթեց։ Աշոտյանը հաշվի կառնի լրագրողներից, ովքեր փոքրինչ շտկեցին դեմոգրաֆիական պատկերը, եթե ոչ խիստ միջոցների կդիմի։ Բոլոր կրթական փաստաթղթերը անբավեր կճանաչեն։ Ատեստատից սկսած մանկապարտեզի վինետկայով վերջացած։ 2011-ին կրթական գերատեսչությունը հավաքեց բավարար կրեդիտներ, կփոխադրվի հաջորդ տարի, ձգտումով, որ 2012-ին գերազանցիկի կրեդիտներ կհավաքի։ Մայա Խաչատրյան, Հակոբ Թումանյան, Առաջին լրատվական։ Տարեվերջյան ասուլիս էր հրավիրել նաև գյուղնախարարը։ Խոսելով գյուղատնտեսական խնդիրներից Սերգո Կարապետյանը դրական է գնահատել վարկավորման տոկոսադրույքների սուբսիդավորումը, նշելով, որ անցնող տարի տրամադրվել է շուրջ 23,000 վարկ, 15 միլիարդ դրամ գումարով։ Գյուղնախարարն առանձնացրել է բանջարեղենին ներքին պահանջարկին առնչվող խնդիրը եւ որպես լուծում ներկայացրել ջերմոցային տնտեսության զարգացման ծրագիրը։ Նաև վստահեցրել, որ հունվարից կսկսվի նաև կարտոֆիլի ու կաղամբի ավելցուկ բերքի արտահանումը։ Դեռևս տարեսկզբին գյուղատնտեսությունում կառավարության ձեռնարկած վճռական քայլերը անարդյունք չմնացին։ Մի քանի տարի առաջ ինտենսիվորեն անկում գրանցող ոլորտում արձանագրվեց համախառն արտադրանքի կտրուկ աճ։ Հունվար-նոյեմբեր ամիսներին կազմում է 14%։ Եվ այդ միտումը շարունակվել է դեկտեմբեր ամսին եւ տարվա վերջում մենք անպայման ես հաստատ համոզված եմ, որ կունենանք երկնիշ ցուցանիշ աճի։ 2011-ը գյուղնախարարը համարում է կայունացման տարի, 2012-ը կլինի զարգացման, քանի որ իրականացված ծրագրերի զգալի մասը ակնառու կլինեն հաջորդ տարի։ Այս տարի կառավարության իրականացրած ծրագրերի արդյունքում հնարավոր եղավ զսպել դեռևս տարեսկզբին սպասվող գնաճը։ Բանջարեղենով, մրգով, մսեղենով, ամեն ինչով ապահովված է շուկան եւ այդպես մեծ գնաճ մենք չենք սպասում եւ չկա։ Միաժամանակ ըստ գյուղնախարարի հնարավոր եղավ վերականգնել գյուղացու հավատը։ Վարկը տալիս ենք, սերմը տալիս ենք, պարարտանյութը տվեցինք, մնում է իր մշակությունը։ Գյուղացիական տնտեսություններին շուրջ 15 միլիարդ դրամի շրջանակում ցածր տոկոսադրույքներով վարկավորումը, 1150 տոննա էլիտատեսակի ցորենի հատկացումը, արտադրող վերամշակող շղթայի ապահովումը եւ նույնիսկ մեկ օր առաջ ազոտական պահարտանյութի ձեռքբերման համար կառավարության տրամադրած 1 միլիարդ դրամը գյուղատնտեսության զարգացման համար գյուղնախարարը բավարար չի համարում։ Հաջորդ տարվա կարևորագույն խնդիրն է հենց հունվարից ամբողջովին անցնել արտադրող վերամշակող պայմանագրային հիմունքներով համագործակցությանը, շարունակել ցածր տոկոսներով վարկերի տրամադրումն ու կոոպերացիաներ ստեղծել ոչ միայն անասնապահության, այլև գյուղատնտեսության այլ ճյուղերում ևս։ Վահե Կոստանդյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին լրատվական։ Հայաստանում եզդիների համայնքը նշում է ազգային տոներից թերևս ամենաավանդականը՝ եզիդի տոնը։ Եզդիական ավանդույթի համաձայն այսօր կատարվել են ծիսական մի շարք միջոցառումներ։ Տարածված է հատկապես միմյանց նվերներ մատուցելը, ազգային ճաշատեսակներ համտեսելը։ Եզդիների այսօրվա տոնակատարությանը ներկա են եղել նաև հյուրեր Լեհաստանից։ Փոքրիկը պատրաստվում է ընտանեկան ամենամեծ տոնին։ Այսօր դեկտեմբերի 13-ին հաջորդող ուրբաթն է, այնպես որ եզդիները նշում են իրենց նախահոր Էզիդի տոնը։ Եզդիներն այս տոնը նշել են 100-ամյակներ շարունակ։ Ավանդույթների պահպանումը եզդիների ազգային ինքնության կարևորագույն նախապայմանն է, վստահեցնում է Ազիզ Թամոյանը։ Պրոգրամացիոնել, եթե իրենց ազգային այդ ծիսակատարությունից չպահպաներ, նշանակում է նրանք աշխարհի եզրին կվերանի։ Եվ ամենակարևոր լեզուն։ Լեզուն պահպանում են, հիմա մենք այդ լեզվի հետ կապած Հայաստանում 30 գյուղերում դասավանդում եզդիների լեզվի գրականությունը։ Մինչ տան տղամարդիկ հերթական տոնական կենացն են խմում, տոնական ուտեստները, տան հարցերը մատուցում են սեղանին։ Ավանդական տոլման եւ արդեն նոր, բայց եզդիների խոհանոցի առանձնահատկություններով պատրաստված նրբաբլիթները զարդարում են տոնական սեղանը։ Հայաստանում բնակվող եզդիները նշում են ինչպես իրենց տոմարով նոր տարին, այնպես էլ հունվարի 1-ը, բայց մեկ տարբերությամբ, քանի որ նրանց կրոնը արգելում է կաղամբ, կանեփ եւ խոզի միս օգտագործել, նրանք ստիպված փոխարինում են ավանդական ճաշացանկը։ Մեր նոր տարին ուրեմն ընկնում է ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը։
մենք ունենք Սալաթազա, այսինքն նոր տարի, որը նշվում է ուրեմն հենց այդ օրը, չորեքշաբթի օրը, տարեմուտի չորեքշաբթի է կոչվում։ Կարմիր Սուլթան Եզիդի տոնին ընդունված է նվերներ մատուցել։ Քաղցրավենիքից մինչև մանկական հագուստ տոնական տրամադրությունը զարմացրել է նաև Լեհաստանի ժամանած հյուրերին։ Ըստ եզդիական ավանդույթի սեղանին իրավունք ունեն նստելու միայն տղամարդիկ, բայց արտասահմանից հյուրերի համար այս անգամ բացառություն են արել։ Ես արդեն մի քանի ամիս է ինչ Հայաստանում եմ եւ ընկերներիս հետ որոշեցինք Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մասին ֆոտոշարք պատրաստել։ Արդեն 2 օր եզդիների հետ եմ անցկացնում եւ հիացած եմ նրանց հյուրասիրությամբ։ Եզդիների հավատքի խորհրդանիշը Սիրամարգն է, տոնին անպայման պետք է զարդարի տան որևէ անկյուն։ Տիգրան Դանիելյան, Էդգար Դավթյան, Առաջին լրատվական։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկներն այսօր էջմիացնում էին։ Կենտրոնը բուրս սպասարկում է իրականացնում նաև Հայաստանի մարզերում։ Բժիշկների ուշադրության կենտրոնում են հատկապես կրծքագեղձի հիվանդությամբ կանայք։ Ծրագիրն իրականացվում է Հանրապետության առաջին տիկնոջ հովանավորությամբ։ Այսօրվա հետազոտությունների մասին պատմում է Հայկուշ Ասլանյանը։ 5 վիրահատություն տարած Արաքսիա Ստեփանյանը, որը վերջերս էլ կրծքագեղձի շրջանում է անհանգստացնող ցավեր զգացել, հետազոտվելու նպատակով մայրաքաղաք հասնելու դժվարություններ ուներ, բայց իմանալով, որ մամոգրաֆիայի կենտրոնի բժիշկները լինելու են էջմիացնում, անվճար հետազոտվելու պոտենցիալ հիվանդներին շտապել էր առավոտից հերթ պահել։ Շատ ուրախ եմ, որ եկել են այս շրջայցերը, որ միշտ կրկնվի մեր հայ կանանց համար, ավելի լավ կլինի։ Բոլորն էլ գումարային խնդրով չեն կարող գնալ Երևան ստուգման։ Հայուհիներին կրծքագեղձի հիվանդությունից ապահովագրելու նպատակով արդեն 14 տարի է հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկներն արտագնաց բուրս սպասարկում են իրականացնում հանրապետության բոլոր մարզերում։ Տիկին Ռիտա Սարգսյանի անմիջական հովանավորությամբ իրականացվող ծրագրի հերթական կանգառը հոգևոր կենտրոնում էր։ Եթե տարիներ առաջ հայ կնոջը սեփական առողջությունը ամենակիչն էր հետաքրքրում, հիմա պատկերը մի փոքր այլ է։ Դա էին վկայում կաբինետների մոտ ժամ առ ժամ աճող հերթերը։ Լարիսա Կարապետյանի մտավախությունը փարատվեց, կրծքագեղձի հետ ամեն ինչ նորմալ էր։ Խնդիրը վահանագեղձն է, որի վրա բժիշկները հանգույցներ են նկատել։ Չընկճվեցի, դե ինչքան շուտ հայտնաբերվի, այնքան լավ, ընկճվելու ինչ կա, ընդհակառակը, եթե չհայտնաբերվեր, հետագայում բարդություններ կառաջանար, այն ժամանակ իսկապես կընկճվեինք։ Բժիշկների խումբն արձանագրել է, որքան բնակավայրը հեռու է մայրաքաղաքից, այնքան մեծ է հետազոտվելու կարիք ունեցող կանանց թիվը։ Տասնյակ տարիների շրջայցերի ընթացքում հետազոտել են շուրջ 7000 կնոջ, որոնցից 45-ի մոտ վաղ փուլում գտնվող քաղցկեղ են հայտնաբերել։ Կենտրոնի տնօրենն ուրախությամբ է նշում, որ վիրահատական միջամտությամբ բոլորն էլ առողջացել են։ Հետազոտել այսքան մեծ թվով կանանց եւ օգնել այդքան ընտանիքների, դա կարծում եմ իսկապես մեծ աշխատանք է։ Երբ որ մենք հայտնաբերում ենք կնոջ մոտ հիվանդությունը այս կամ այն փուլում, մենք անպայման նրան հրավիրում ենք մեր կենտրոն, ինչքան էլ որ հեռու ինքը ապրի, արդեն մենք սկսում ենք իրեն անհանգստացնել, մեր բժիշկներն են նրան ցանկում, մեր աշխատակիցները, եւ նրանք սկսում են զբաղվել իրենց առողջությամբ։ Կնոջը դարի չարիքից քաղցկեղից ապահովագրելու համար հայ-ամերիկյան բժիշկների շրջիկ խումբն իր արտագնա հետազոտությունները կշարունակի նաև այլ մարզերում։ Հայկուշ Ասլանյան, Գևորգ Կանտոնյան, Առաջին լրատվական։ Ամանորի նախաշեմին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպվել է բարեգործական աչուրդ, որի ողջ հասույթը կուղղվի քաղցկեղային եւ հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը։ Աչուրդին ներկայացվել են հայ անվանի անձանց, դերասանների, երգիչների, ռեժիսորների նկարները, ինչպես նաև հայ անվանի նկարիչների ստեղծագործությունները։ Բարեգործական ակցիան նախաձեռնել է Ամերիա ընկերությունների խումբը։ Աչուրդից հավաքված գումարը կտրամադրվի 17 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ եւ դրամական օգնության կարիք ունեն։ Տեսնենք այսօրվա աչուրդը ինչպես կանցնի, ինչքան գումար կհավաքվի, բայց եթե անգամ մի երեխայի աչքերից մի հատ արդյունք ավելի պակաս գա, կարծում եմ դրանից ավելի լավ բան նոր տարում Սուրբ Ծննդյան տոների համար որևէ մեկիս համար չի լինի։ 100,000 դրամից ենք սկսելու, բայց անցյալ տարի ցույց տվեց, որ մարդիկ առնում էին նկարները ոչ թե նրա համար, որ դա ինչ-որ նկար է, այլ մարդիկ ցանկություն ունեն իրանք էլ մասնակից դառնալու։ Եվ օրվա մշակութային անդրադարձը։ Ֆրունզե Մկրտչյանն ինքն իր մասին, իր խոհերով, կենսափիլիսոփայությամբ ու մտորումներով, մի խոսքով, են ուրիշ Ֆրունզիկը։ Հենց այսպես են վերնագրել Մեհեր Մկրտչյանին նվիրված իրենց ֆիլմ էսսեն հեղինակները Հովհաննես Պապիկյանն ու Շուշանիկ Սահակյանը։ Այս ֆիլմը մի փորձ է ներկայացնելու բեմից ու էկրանից մեզ այնքան հայտնի ու սիրելի արտիստի հարազատ եւ ծանոթ կերպարից դուրս մի մարդու, որը բացի բազմաթիվ այլ տաղանդներից օժտված էր նաեւ իր ցավն ու տագնապները մեն-մենակ կրելու կարողությամբ։ Այս ֆիլմում հենց ինքը, արտիստն է, կենցաղից, ընտանեկան ողբերգություններից դուրս տարիների փորձով իմաստնացած ու բաց։ Այս փոքրիկ էկրանային պատումի մեջ հանդիսատեսը կհայտնաբերի նոր, բոլորովին անծանոթ Ֆրունզիկի, վստահ են ֆիլմի հեղինակները։
Այս ֆիլմում Մեհեր Մկրտչյանը երևում է բոլորովին ուրիշ կերպ։ Սա անծանոթ Մեհեր Մկրտչյանն է։ Եվ մենք դեկտեմբերին ցուցադրում ենք ինչու համար, որովհետև սա իր մահվան ամիսն է, սա մի տեսակ խնգարկում է Մեհեր Մկրտչյանի հիշատակին։ Այսպիսին էր առաջինի գլխավոր թողարկումը, ես ձեզ բնակավանաբար հրաժեշտ չեմ տալիս, քիչ ավելի ուշ 23:25-ին մենք կտեսնվենք հարցազրույցի տաղավարում։